Այս զայնագրության մեջ ձեզ պատմելու եմ, թե որտեղից է գալիս ջրոցին, ինչ փաստեր ունենք եւ ինչ փաստեր չունենք։ Աստվածաշնչում այդ մասին գրած կա, թե չկա։ Դա լավ բան է, թե վատ բան, եւ ինչու ենք այն հավանաբար խաղում այդ խաղը Քրիստոսի պայծառակերպության տոնի օրը։ Բայց սիրելի ժողովուրդ, ամենակարևոր բանը, որ ասելու եմ այս զայնագրության մեջ, այս ամենից հետո է, ամենավերջում, որովհետեւ եթե նույնիսկ այս ամբողջ բաներն իմանանք, ճշմարտությունը նույնիսկ իմանանք, աշխարհի ամբողջ գիտություններ ունենանք ու չանենք այն, ինչի մասին որ խոսելու են վերջում այս բաները պատմելուց հետո, որ կապված է սրա հետ, ոչ մի օգուտ չունի։ Մենք էլի կշարունակենք իրար մեղադրել, իրար անիծել ու չար ուժերի դրդմամբ իրար ավելի ծվատել։ Դրա համար խնդրում եմ ձեզ, բաց սրտով լսեք այս զայնագրությունը մինչև վերջ ու եթե այն ձեզ օգտակար լինի, դուք էլ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան։ Ինչպես գիտեք, 2 օր առաջ մեր ազգը տոնում էր Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Ես չեմ ասի մեր ազգը, որտեղ ամբողջ ազգը չէր տոնում, այլ հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ Աստուծո երկյուղն ունեցող մարդիկ տոնում էին Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Քրիստոսի պայծառակերպության տոնը եթե չգիտեք, միանգամից ասեմ Աստվածաշնչում կա, 3 ավետարաններում էլ գրված է այդ մասին, թե չեմ սխալվում, Քրիստոսը մի անգամ իր աշակերտներին ասեց, որ այստեղ կանգնածներից ոչ մեկը մահ չի տեսնի, մինչև որ չտեսնի Աստուծո արքայությունը զորությամբ եկած։ Եվ այդ դեպքերից 8 օր հետո իր 3 աշակերտներին Հովհաննեսին, Պետրոսին ու Հակոբոսին վերցրեց, գնացին Թաբոր լեռան վրա բարձրացան, մեկ էլ առաքյալները տեսան, որ Քրիստոսի դեմքը սպիտակում է, արևից էլ ավելի պայծառակերպում է, այլակերպում է ու ոնց որ Քրիստոսը ցույց է տալիս, ոչ թե ոնց որ, այլ ցույց է տալիս իր աստվածությունը։ Ու մեկ է տեսնում են Մովսեսը ու Եղիա մարգարեն, իջել են հետո խոսում են Քրիստոսի Երուսաղեմում խաչվելու եւ այդ չարչարանքների մասին։ Ինչ բանա Վարդավառը։ Այ մենք հայ առաքելական եկեղեցում տոնում ենք Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Տոնի վերնագիրը հենց այդպես էլ գրված է՝ տոն պայծառակերպության Տեառնմերո եւ Հիսուսի Քրիստոսի։ Միայն դա, բայց թե ինչու ենք տոնում, կապված այլի վերջում ինչ որ ասել եմ այդ մասին։ Հիմա ինչու եմ նաեւ կոչվում Վարդավառ, բայց հիշեք, այս զայնագրությունը ջրոցի մասին է։ Խնդրում եմ ձեզ ուշադիր լսեք, համբերատար լսեք, որ իրար մեկս մեկից չմեղադրենք։ Եվ ասացի, որ ձեզ ասելու եմ, թե ինչ փաստեր կան ու ինչ փաստեր չկան։ Ուրեմն տեսեք, մենք դպրոցում անցել ենք, չէ՞, համեմատություն, փոխաբերություն։ Մեզ դպրոցում բարձր գնահատական էին տալիս, երբ որ մենք մեր շարադրությունների մեջ, ասենք, փոխաբերական իմաստ էինք օգտագործում, համեմատություններ էինք անում խոսքը ավելի գեղեցկացնելու համար։ Հիմա տեսեք, վարդը երբ որ կոկոն վիճա, վարդը լավ ծաղիկ է, չէ՞, գեղեցիկ ծաղիկ է, շատ լավ հոտ ունի, շատ գեղեցիկ է, բայց երբ որ ինքը կոկոն վիճակի մեջ է, բացի փուշից ուրիշ բան չի երևում, ճիշտ է։ Դու իր գեղեցկությունը չես տեսնում, իր հոտն էլ չես զգում։ Բայց երբ որ վարդը վառ բացվում է, դա կոչվում է վարդավառ, չէ՞, այսինքն վարդը բացվեց։ Ուրեմն այդ փոխաբերական իմաստով էլ կամ համեմատական իմաստով էլ, երբ որ Քրիստոսը իր մարդկային վիճակից պայծառացավ, բացվեց ու իր մեջից ցույց տվեց իր իսկական աստվածությունը, եկեղեցու հայրերը քրիստոնեության մեջ ասել են, վայ, ոնց որ գոհար վարդը բացվի, ոնց որ վարդը բացվի։ Դրա համար այդ բանը ժողովրդի մեջ նաև մնացել է վարդավառ։ Մեր Սուրբ Գրիգոր Տաթև Նարեկացին էլ վարդավառի տաղ ունի, հենց այդպես է կոչվում է գոհար վարդն վառ արյալ, այսինքն վարդը բացվեց, գոհար վարդը բացվեց։ Այնպես որ ստեղ ոչ մի վատ բան չկա։ Ու աղանդավորները, հենց այդպես ասեմ, աղանդավորները, որտեղ հիմնականում իրանք են այս բաներն ասում։ Աղանդավոր մտածողություն, լավ sense ասեմ, որ չնեղանան։ Առաջի բանը որ ասում են, այտենց բան Աստվածաշնչում չկա։ Իմ ասածի մեջ նախ պայծառակերպությունը լրիվ նկարագրված է, ինչ որ ասի, եւ մենք տոնում ենք հենց դա։ Բայց ասենք մենք սիրում ենք, չէ՞, այնպես ասի, փոխաբերական իմաստով ասել, եւ երբ որ դու մի բանին փոխաբերական իմաստով ես ասում, այդ բանը Աստվածաշնչում իհարկե չկա։ Աստվածաշնչում շատ բան չկա գրված, բայց այդ ոչ չի նշանակում դու պիտի չանես։ Օրինակի համար պատարագից հետո գնացիր տուն, պարկեցիր, հանգստացար, քնեցիր մի քիչ, որ հանգստանաս։ Այդ մասին Աստվածաշնչում չկա գրված։ Հիմա ինչա, չպետք է անենք, այդ մեղքը անելը կամ պատարագից հետո գնացիք տուն, հաց կերան, երեխեքը ելան իրիկունը, ասենք թե պաղկվոցի են խաղում կամ բռնոցի են խաղում։ Այդ մասին Աստվածաշնչում չկա գրված։ Ինչա, երեխեքը չխաղան, դա մեղք է, հա։ Ասածս էն է, որ Աստվածաշնչում լիքը բաներ չկան գրված։ Եվ սա փաստարկ չի, որ այդ մասին կա Աստվածաշնչում գրված, թե չկա։ Բայց ես հայերենով ասեցի, որ
այն ինչ որ տոնում է հայ առաքելական եկեղեցին պատարագի արարողության ժամանակ այդ օրը, դա սևով սպիտակի վրա Աստվածաշնչում քանի տեղերում գրված է Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Եվ այդ օրն էլ ընթերցում են այդ ընթերցվածները։ Այնպես որ հույս ունեմ, որ պայծառակերպության ու վարդավարի հարցերը արդեն ոնց որ մի տեսակ վերջակետ դրեցինք, իմ կարծիքով ողջախոհ մարդը պետք է հասկանա։ Հիմա ջրոցին։ Դե ժողովուրդը դուրս են գալիս եւ ջրոցին են խաղում։ Հիմա կասեմ ձեզ ինչն է լավ, ինչն է վատ եւ ինչ գիտենք, ինչ չգիտենք։ Մարդկանց մեջ կա այն տպավորությունը, որ սա հեթանոսական տոներ է։ Միգուցե ես չգիտեմ, բայց փաստ կա, դուք ունեք որևէ աղբյուր հեթանոսական ժամանակներից գրված, թեկուզ օտարների մոտից, որ հայերը ամեն ամառ հուլիս ամսին ջրոցի են խաղացել ու դա նվիրված ա եղել, չգիտեմ, էս ինձ չաստվածին, էս ինձ չաստվածուհուն եւ այլն։ Չկա տես փաստեր։ Ես մանե մեկ էլ չեմ գտել։ Եթե դուք գտել եք, գրեք, ասեք, այ ասենք, չգիտեմ, հունական աղբյուրների մեջ մեր թվարկությունից առաջ էսիշ դարում կամ 200 թվին քրիստոնեության նախաքրիստոնեական շրջանից սենց աղբյուրներ կա։ Չկա տենց աղբյուրներ։ Բայց ես ձեզ ասեմ, թե ինչ կա։ Հիշում եք, որ ես ձեզ սկզբից ասացի, որ ես ձեր հետ կխոսեմ փաստերով, ինչ փաստ ունենք եւ ինչ չունենք։ Ինչպես ասացի, ոչ մի աղբյուր չկա։ Ոչ մի աղբյուր չկա, որ վարդավառը հեթանոսական է եղել, ոչ մի աղբյուր չկա, որ ջրոցին հեթանոսականն է եղել։ Բայց ասեմ ինչ կա ու դուք ինքներդ ողջախոհությամբ նայեք, խելքի մոտիկա թե խելքի մոտիկ չի։ Գարեգին Սրվանց եպիսկոպոս Սրվանցյանը գրում է, որ հնարավոր է, որ այս ջրոցին գալիս է Նոյի ժամանակներից։ Եվ այդ մասին նաև չեմ հիշում, մի հոգի էր գրել, եթե չեմ սխալվում, Տաթևացին էր գրել, Գրիգոր Տաթևացին, ու տեսեք ինչքան խելամիտ է ու ինչքան ողջամիտ, որ Նոյը, երբ որ իր ընտանիքով ջրհեղեղից ազատվեցին, շատ հնարավոր է, որ Նոյը իր որդիներին ասեց, լսեք տղեկ, ականջի տող արեք այս բանը, ամեն տարի դուք ձեր վրա ջուր ցպնեք, որպեսզի հիշեք, որ ջրհեղեղ ա եղել, որպեսզի հիշեք, որ այդ ջրհեղեղը մարդկային մեղքերի պատճառով ա եղել այդ ահեղ պատուհասը, որ ականջների տող անեք, հիշեք ու էլ այդ մեղքերը չգործեք, անօրեն կյանք չապրեք, այլ ազնիվ ու արդար բարեխիղճ կյանք ապրեք։ Բայց դու այդ բանը պետք է անես, որ հիշես։ Հիմա եկեք տեսնենք, այտենց բաներ հեչ կա Աստվածաշնչում, որ Աստված մարդկանց ասի հիշեք։ Երբ որ Աստված հրյա ազգին, այն ժամանակ իրանք հրյաներ էլ չէին կոչվում, եգիպտական գերությունից դուրս հանեց նոր ազգ դարձրեց, իրենց ասեց, որ այդ զատիկը, այսպես ասենք, եգիպտական գերությունից ազատվելը ամեն տարի դուք հիշեք, այտենց բաներ կա, որ ասվել են, որ ամեն տարի հիշեք, որ մեր կյանքի մեջ նայենք, մենք կտեսնենք, որ տոներ ունենք, որ մենք ամեն տարի հիշում ենք, որպեսզի հիշենք, թե ինչ ա եղել։ Օրինակի համար ասենք, հիմա այս տոն չի իհարկե ցեղասպանությունն է կամ Վարդանանց պատերազմն է, մենք ամեն տարի այդ բաները հիշում ենք, չէ՞։ Քրիստոսը վերջին ընթրիքի ժամանակ, երբ որ իր մարմինը տալիս էր, ասում էր առեք կերեք, սա իմ արյունն է, ինքը առաքյալներին ասեք, այս արեք իմ հիշատակի համար, այսինքն այս բաներն արեք ու հիշեք։ Դրա համար լրիվ ողջախոհ է եւ տրամաբանական, որ Նոյն էլ իր զավակներին ասեր, լսեք, մազից ենք պրծել Աստուծով, ամեն տարի դուք վերցրեք մի քիչ ջուր ցպնեք իրար վրա, որպեսզի հիշեք, որ ջրհեղեղ ա եղել։ Հիմա ինչի է դա արվում հենց հուլիս ամսին, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում մինչեւ հիմա էլ հունիս ամիսը ամենաշոգ ամիսն է, հո դեկտեմբերին չէին անելու կամ աշտան ցրտին չէին անելու, հո գարնանը չէին անելու։ Արել են տարվա տակ եղանակին։ Սա ասում եմ հավանականությունը, տրամաբանականը, մյուս կողմից ոչ մի փաստարկ չկա, որ դա եղել է հեթանոսական։ Հա, կարող է հեթանոսական շրջանում հայերն էլ այդ խաղը խաղացել են, երբ որ ընկել են հեթանոսության մեջ, հետո քրիստոնեական շրջանում վերանորոգվել է։ Ոչ մի վատ բան չկա, որ երեխեքն են կամ մեծերն են պատարագից հետո աղոթեցին, փառք տվեցին Աստծուն, զղջացին իրանց մեղքի համար, բայց իրան սկսեցին ամառվա շոգին ջուր ցպնել իրար վրա, հիշելով, այստեղ գալիս է այն կարևոր մասը, որ ասում եմ, որ ջրհեղեղ ա եղել ժամանակին մարդկային մեղքերի պատճառով։ Այդը մենք այդ իմաստով դա անենք, որ այսքան կայծակա լինում կամուրջա ջարդում կոտրում, որ այսքան ձվի հաստությամբ բաներ են գալիս, այդ կարկուտներ են գալիս ու ամբողջ բերքն են փչացնում, եղած բերքն էլ չի վաճառվում, չի արտահանվում, ծիրանը 150 դրամով են արկղով ծախում այսօր տեսա ինտերնետի մեջ։ Այդ ժամանակ մենք կմտածենք, ասենք, իսկականից էլի այս ջրհեղեղը որ եղել է, որ հիմա ջրոցում ենք, դա մեղքերի պատճառով է եղել։ Կարող է մի բան սխալ ենք ապրում, կարող է մի բան սխալ ենք անում, դրա համար այս բոլոր պատուհասները գալիս մեր վրա։
Գիտեք ինչ, նեղություններ կարան լինեն նաև սուրբերի մոտ, նեղություններ, հիվանդություններ կարող են նաև սուրբ եւ արդար մարդկանց մոտ, որպեսզի իրենք չգոռոզանան։ Պողոս առաքյալը ինքը հիվանդ մարդ էր եւ ասում է, այս հիվանդությունը ինձ տրվել է նրա համար, որպեսզի ես չգոռոզանամ ինձ տրված շնորհների առատության պատճառով։ Բայց երբ որ նայում ենք Աստվածաշնչի մեջ, մեղքը բերում է իր հետևից մահ։ Քրիստոսն էլ ասեց, որ մեղքի վարձը մահն է։ Մեղքը իր հետևից բերում է պատուհաս։ Սիրելի բարեկամներ, եթե դուք այդ ջրոցին խաղում եք այս ամեն ինչը հիշելով, որտեղ ջուրը ունի նաև մաքրելու, լվանալու խորհրդանիշ, չէ, այ որ դուք բոլորդ գնացել եք, մկրտվել եք, ձեր երեխեքին մկրտել եք երևի հայրաքելական եկեղեցում, ջրով եւ հոգով են չէ մկրտվել իրենք, ջրով, մերոնով։ Այդ դրա խորհրդանիշն ունի, դրա հիշողության խորհրդանիշն ունի, ոչ թե դրա տեղն է բռնում, այլ դրա խորհրդանիշն ունի, որ տեսեք ջրհեղեղ եղավ, ջուրը նաև մաքրում է, մենք մեր կյանքերը մաքրենք ամեն մեղքից, դու չես կարա այս ամեն ինչը անես ու մեղք կպահես ձեռքերիդ մեջ։ Այն օրը Գյուրեղ Երուսաղեմցում են կարդում, ասում է, լսի, ասում է, մեղքը ոնց որ կրակ լինի, ինչքան դու վրեդ պահում ես, քո ձեռքերը այնքան վառվում են, գցի քեզանից, որ ձեռքերդ սկսեն բուժվել։ Ժողովուրդ ջան, մենք այս ամեն ինչը որ խոսում ենք, մենք պետք է հրաժարվենք մեղքից։ Սրա ամբողջ նպատակը հիշել, որ մեղքի պատճառով, հոգևոր շնության, հոգևոր պոռնկության պատճառով պատուհաս, պատերազմ ու երկրի կյանքի կորուստ է գալիս։ Մենք այս ամեն ինչը պետք է անենք հիշելով այդ ամեն ինչը եւ հրաժարվենք այդ ամեն ինչից, որ ասենք ես չեմ խափի, ես հայոյանք չեմ անի, այս ինչ բան է, ամբողջ ազգը իրար ատում է Facebook-ներում ու սոցիալական ցանցերում, այդ ինչ հայոյանքներով ու վիրավորանքներով եք մեկը մեկիդ հետ խոսում, բա միթե կարելի է տես բան, Աստուծո երկյուղն ունեցող մարդը տենց բան կանի, չի անի, չէ։ Դրա համար մենք այս տոնները, որ տոնում ենք, մեղքից հրաժարվելու համար եւ Աստծուն մեր հավատարմությունը ցուցադրելու համար, այլ ոչ թե հրապարակում հոգևոր շնություն անելու համար, Պոսեյդոն ու Նեպտուն խաղացնելով, ինչ անառակություն ասես չտեսանք այդ հրապարակից։ Ճիշտ է, փորձությունը միշտ գալիս է մարդու վրա, տարբեր կողմերից կազմակերպված, տարբեր աղբյուրներից, մեր կյանքը ամբողջ հոգևոր պատերազմ է, բայց տեսնում ես վատ բան է, թող գնա այնտեղից, հեռու գնա մեղքից, գործ չունես, մի խառնվի։ Դրա համար սիրելի ժողովուրդ, մենք այս ջրոցին դրա իմաստը ունի։ Եթե դու անում ես այդ իմաստով, անմեղ, առանց, չգիտեմ, անպատշաճ որևէ բանի, բայց դու նախ գնացել ես պատարագի, զղջացել ես, խոստովանել ես քո մեղքերը, փառք ես տվել Աստծուն, հետո հաղորդվել ես երկյուղացությամբ եւ հավատով Տեր Հիսուս Քրիստոսի հետ եւ նոր դուրս ես եկել, քո բարեկամների հետ որ մի ճառաճ աղոթում եք, մի կտոր հասկերա խաղացիք, փոխադարձ համաձայնությամբ, այլ ոչ թե զորով ինչ-որ մեկին ջրելով, որ վաբշե ոչ դու ես բան հասկանում դրանից, ոչ ուրիշն է բան հասկանում։ Եթե առանց այդ մեղքերի եք անում, խաղում եք ու հիշում եք ջրհեղեղը, որ ասում եք, այ մեղքով չապրենք, ուշադիր լինենք մեր լեզվին, մեր հագուկապին, մեր վարքին, մեր պահվածքին, մեր հարաբերությանը Քրիստոսի հետ։ Եթե դուք այտենց եք անում, այդտեղ օգուտ կա։ Այդտեղ արդեն մարդու վարքը փոխվում է, մարդու էությունը սկսում է փոխվել։ Բայց եթե դու գնում ես ու ուրիշներին ջրում ես, առանց նրանց թույլտվության հասկանալու, որ նրանք էլ այս ամեն ինչից ոչ մի բան չեն հասկանում, եթե դու հրապարակում անմոռաց ձևով, այդ ինչ էր այդ հրապարակում որ տեսանք, կամ այդ ինչ էր որ Գառնիի մոտ տեսանք, կամ այդ ինչ էր որ ուրիշ քաղաքներում նաև տեսանք, եթե դու այս բաներով ես անում, կարդա Աստվածաշունչը, այնտեղ շատ վատ բաներ ա գրած, թե ինչա հետևում ես ամեն ինչին։ Ուշքի եկեք սիրելի ժողովուրդ, դարձեք Քրիստոս Աստծուն, ներողություն խնդրեք, եթե այս բաներն արել եք, ապաշխարեք, խոստովանեք ձեր մեղքը, ներում կա խոստովանող ու զղջացող մարդու համար։ Իսկ եթե հետ ուշացնեք, դուք չգիտեք ձեզ ինչքան ժամանակ է մնացել, ոչ է ես գիտեմ ինչքան ժամանակ է մնացել ինձ։ Որևէ մարդ չի կարող ասել, թե ինչքան դեռ ժամանակ ունի այս երկրի վրա։ Եթե զայնագրությունը ձեզ օգտակար եղավ, խնդրում եմ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան եւ ճիշտ մտածողություն ունենան տոների մասին եւ իմանան, թե տոները մի խորհուրդ ունեն մեր կյանքը փոխելու, այլ ոչ թե անիմաստ մեղքի վրա ավելացնելու։ Բարի օր բոլորիդ, Աստված օգնական եւ փառքով եւ որդվո եւ հոգվի սրբո
այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։